Գրադարանը ներառականության հարթակ։ Գեղարքունիքի մարզային գրադարանը ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներն անցկացնում է այս խորագրի ներքո։ Ընթերցողները, Գավառ համայնքի դպրոցներն ու կրթամշակութային հաստատությունները գրադարանի տարբեր բաժինների հետ համատեղ անցկացնում են գրական, երաժշտական, ճանաչողական միջոցառումներ։ Ներկայիս աշխարհի տարաբնույթ մարտահրավերների պայմաններում գրադարանները դառնում են այն եզակի վայրերից մեկը, որտեղ տարբերվող մարդիկ կարող են համախմբվել ընդհանուր նպատակի շուրջ՝ կրթվելու, զարգանալու, հաղորդակցվելու։ Ազգային գրադարանային շաբաթը Հայաստանի գրադարանների և գրադարանային ծառայություններից օգտվող հանրության միջև ակտիվ համագործակցության շաբաթ է, որի ժամանակ գրադարանները տարբեր բնույթի միջոցառումների միջոցով ներկայացնում են իրենց դերը որպես կրթության, մշակույթի և համայնքային կյանքի կարևոր հաստատություններ։ Ազգային գրադարանային շաբաթը մեկնարկում է մաթեոսյանական խոհերով։ Գավառի համար 5 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամները ներկայացնում են արձակագիր Հրանտ Մաթևոսյանի կենսագրությունը, նրա ստեղծագործությունների սեփական ընկալումներն ու մեկնաբանությունները, հատկապես անդրադարձ կատարելով Աշնանարև և Մենք ենք մեր սարերը վիպակներին։ Դիտում են նաև հատվածներ համանուն ֆիլմերից, վայելում Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը գրված Աշնանարև ֆիլմի համար։ Գեղարվեստական կատարումներով հանդես են գալիս նաև պատանիները։ Մեծանուն հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին նվիրված ցերեկույթով Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցը շարունակում է գրադարանային շաբաթը։ Աշակերտները խոսում են մեծ գրողի գրական ժառանգության մասին, ընթերցում հատվածներ նրա պոեզիայից և արձակից։ Ազգային գրադարանային ապրիլյան շաբաթի շրջանակներում այսօր մենք հավաքվել ենք Ավետիք Իսահակյանի պոեզիայի շուրջ։ Այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու մեր մեծ բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունները և գնահատելու նրա ներդրումը մեր մշակույթի մեջ։ Արդեն ցնորքյան հնար ունենալ երգ այնքան նաիվ, որ հմայե երեխային և ծերունու սրտում մնա։ Սիրտդ կարող է վեհանալ, որ անսալով նրա սրտին երգ ես տվել ժողովրդին, որ իր երգով անմահանա։ Սարեն գուգակ, նախշուն հավքեր, աղ, իմ մորս տեսել չեք, ծովեն գուգակ, մարմանդ հովեր, ախր բարև բերել չեք, կյանքս կտամ սրտից բուխած համբույրին, աղ, թե մեկը ինձ հասկանար ու սիրեր, ինչ կա երկրում և սրբազան և անգին, քան թե զոհվել, քան թե լինել անձնվեր, բայց ես կյանքում շատ սիրեցի ու լացի, մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս։ Հավքերի պես երգես թրան, հովերի հետ գնացին, արցունքներս ցող էր դարան, վարդի ծոցում շողացին, անցան օրեր, եկավ մահը, սար հողի տակ քուն մտա, իմ արցունքով շաղաղ վարդը շվակ ձգեց իմ վրա։ Աղջիկն ասավ և, ինձ բնավ դու չես սիրում, թե չէ, գնա մորդ սիրտը բեր, տղան մոլոր, գլխի կոր, քայլ առավ, լացեց, աղջկա մոտ ետ դարավ, երբ նա տեսավ, զայրացավ, էլ չերևաց շեմքիս ասավ, մինչև սիրտը չբերես, աղբյուրի նման արցունք եմ ցողում, քո ջամփու վրա վարդեր վառելով, անձնազոհ մորպես սրտային դողում, քո բախտի համար լուր այրվելով։ Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը։ Այս գրքի քննարկումը լիովին համահունչ է դառնում ազգային գրադարանային շաբաթվա խորագրին, ևս մեկ անգամ հիշեցնելու, որ աշխարհին և երևույթներին անսահմանափակության դիրքերից նայող մարդկանց համար սահմանափակ կարողություններ չկան։ Ընթերցողները վերլուծում են գիրքը, հատվածներ ընթերցում, իսկ գրադարանի լավագույն ընթերցողներ Անիկ Ուրոյանը և Գևորգ Աֆրիկյանը խոսում են դժվարությունները հաղթահարելու, իրենց շրջապատող աշխարհն ու մտածելակերպը փոխելու կենսափորձից։ Նրանք պատրաստ են կիսվել իրենց ընթերցողական ճանապարհով, ապրումներով ու փորձով։ Շնորհակալ ենք նրանց մեր հրավերը ընդունելու և այս կարևոր զրույցին մասնակից լինելու համար։ Ինչպես ենք մենք մեզ պահում, երբ հանդիպում ենք սահմանափակ կարողություններով մարդու, նկատում ենք, թե չտեսնելու տալիս, օգնում ենք հարկ եղած դեպքում, թե վարանում, քայլ անել, որովհետև չգիտենք ինչ անել ու ոնց։ Հարցերը շատ են, և մենք ստեղծում ենք մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ոք կկարողանա լիարժեք իրացնել իր ներուժը, անկախ ֆիզիկական կամ մտավոր կարողություններից։ Հաշմանդամությունը դատավճիռ չէ,
Այն ոչ ոքի ընտրությունը չէ, բայց հաշմանդամությունը պատճառ չէ, որպեսզի հրաժարվես լիարժեք կյանքով ապրել, կրթություն ստանալ, սիրել եւ սիրվել, զրկված լինել երեխաներ ունենալու եւ սեփական երեխաներին դաստիարակելու իրավունքից։ Միշտ բոլորը նշում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ, ոչ թե ու սահմանափակ կարողություններն են ավելի շատ նշում, բայց ես կուզենամ նշել, որ հենց դա պետք է առաջինը փոխել, որովհետև ոչ մի մարդու հնարավորություններն անսահմանափակ չեն, կան խնդիրներ, բայց պետք չէ ամեն ինչից հուսահատվել ու պետք է առաջ քայլել, քանի որ Բարձրյալը եթե մեզ է տվել այդ, այսպես ասած, իրավիճակը, ուրեմն նա իմացել է, որ մենք կարող ենք այդտեղից դուրս գալ եւ պետք է պայքարել եւ քայլել առաջ։ Հաշմանդամությունը ինքը իր մեջ ունի միշտ ցավի ինչ-որ բաժին, որը միշտ մնում է անձի հետ անկախ իր անցած ճանապարհից։ Իհարկե այսօր ներառականություն տերմինը մտած է արդեն մեր խոսքի մեջ եւ մենք այն կիրառում ենք վստահությամբ, սակայն սրանից մոտ 25 տարի առաջ մեզնից ոչ մեկ չգիտեր ինչ է նշանակում ներառականություն եւ որն է ներառականություն, բայց մենք հաջողում ենք դպրոց հանդիսանում ենք հասարակության անդամ, շատ խնդիրների է հանդիպել ու այդ առաջին խնդիրը հենց եղել է միջավայրի մատչելիության խնդիրը։ Այսինքն այնտեղ որտեղ որ ես ապրել եմ, ապրում եմ, ոչինչ հարմար չէ ինձ համար եւ ես պետք է հարմարեցնեմ կամ ինձ օգնող մարդիկ պետք է հարմարեցնեն։ Ազգային գրադարանային շաբաթը ոգեշնչման, ընթերցանության եւ գիտելիքի նկատմամբ սիրո տարածման, միմյանց լսելու կարողության զարգացման լավագույն հնարավորությունն է, ոչ միայն գրադարանի, այլև միջոցառումների բոլոր մասնակիցների կարծիքն է եւ գնահատականը համատեղ աշխատանքին։